Ում շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդյոք ժողովրդի։ Ոչ մեկի։ Չգիտեմ նա իր կողմանի է, ոնց գցես թաթերի վրա անգնում է։ Դա չգիտեմ որ կողմի է։ Ընդրած է պետք, կարող է ինձ է պետք։ Ադրբեջանին է պետք։ Որ Հայաստանը вообще կործանվի, շարքեցան է, հա։ Այսինքն եթե Ռուսաստանը մեր կողքին կանգնած չլինի, Հայաստանը կկործանվի։ Խենեշի, մեծամասնությունը Հայաստանի ժողովուրդը մեծամասնությունը Ռուսաստանում աշխատում է։ Փաշինյանը, հիմա կարող է Ֆրանսիայից մի բան ասել են դու սենց արած կանենք, ինքն էլ անում է։ Ես ինչ եմ անում։ Կասկածը կա։ Մի բան կա, որ ինքը այդ ոնց էր մի մոմենտ գնաց մտա Ռուսաստանի հետ, ռուսի հետ լավ էր, հետո առնվա։ Շատ խառն է, էլի մի անգամ չեք կարող ասել, հարտարուսական ում է ձեռնատու։ Ախ, արևմուտքին, երկրորդը մեր կողքի հարևաններին։ Իսկ հիմա եթե ուզում եք ջոկեք Շարիկի փոքրավյունը, էդի ռուսական կողմ։ Ամենափոքր Շարիկը տեղը։ Մենք հիմա տեղ չունենք գնաց, որ գնանք ու շռայլ։ Նրանց ձեռնատու է, որտեղ ոնց ուզում են նենց էլ կլինի, բայց Հայաստանը որ կտրվավ լավ կլինի, չէ։ Թուրքիային է ձեռնատու։ Ինչի համար։ Ավելի շահագրգռված ենք։ Ալիևի առաջինը Ամերիկայի ով օրինակ Ռուսին ուզում է նեղացնի, օրինակ չես Հայաստանը ուզում։ Դուք մտածում եք Եվրոպան պետք է մեզի պաշտպանի, չի պաշտպանելու։ Որտեղ մենք պատերազմ տեսնենք, մեզի ոչ մեկ չօգնեց։ Իսկ ում է ձեռնտու այս հակառուսական քաղաքականությունում շահերից է։ Օրինակից ինձ ձեռնտու չի։ Ոչ մեկին էլ մեզ էլ ձեռնտու չի։ Փոքր ազգ ենք։ Մենք այսքան որ կարում ենք պաշտպանվենք, այսքան գոյատևենք, ուրեմն մենք հերոս ազգ ենք։ Մեր շահերից չի բխում, բացապես սա։ Եվրոպային, Ամերիկային, ով որ ռուսին դեմ է, իրանք են անում այս ամեն ինչը։ Երկրի ղեկավարը որ կարգին ղեկավարը էր, որ համիացում է ես բանի Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ լավ հարաբերությունների մեջ եմ։ Լավ հարաբերությունների մեջ լեիր, այն որ Զելենսկին եկել էր ստե, բերանը կփակեիր կասեիր հոп առաջ, փորձես անգամ ռուսի մասին մի հատ ավելորդ բան խոսաս։ Ոչ մի բան չխոսաս ռուսի մասին։ Իսկ նա բերնից ինչ եկավ ասեց, հələ բաներն էլ եվրոպացիք էլ ծափ էին տալիս։ Առաջինը ժողովրդին չի ձեռտալի, երկրորդը ձեռտալի Եվրոպային։ Մի հանցագործ կլան Եվրոպան է։ Աշխարհը այսօր ղեկավարում է Անգլիան։ Սա այս աշխարհի կռիվները ինչ ստեղծություններ կա, դրանք ամեն ինչ անում են, որ սա աշխարհին հանեն Ռուսաստանի դեմ։ Բայց Ներոնցից որոշ մարդիկ ասում են սա աշխարհը Ռուսաստանի դեմ է, սա աշխարհը Եվրոպան է, Եվրոպան 1 միլիարդ բնակչություն չունի։ Այդ Հնդկաստանը որ միլիարդ ու կես է, ոչինչ։ Չինաստանը որ միլիարդ ու կես է, ոչինչ։ Էլ չեմ ասում են մնացածը։ Եթե մտածում եք հանգարտ իրանք փորձեն, ես իմ մոտական կարծում եմ, եթե դրանք փորձեն կռիվ ստեղծել, Իրանը ինչ որ մեկին հարցնելու, առանց հարցնել մտնելու Հայաստան։ Դուք իրեք այս կռիվը որ անում են ինչ որ Փաշինյանն է կամ Պուտինն է, Ռուսաստանը ամենահարուստ երկիրն է, որ Ռուսաստանին տապալ են, չէ՞։ Սա գազի կռիվ է, նավթի կռիվ է, ոսկու կռիվ է, ադամանդի կռիվ է, որ ու այդ փողովը վերցելու այդ բաները ընկնելու աշխարհի հարուստների ձեռը, միլիարդատերերի ձեռը։ Պուտինը գոնե չղմա, իրան չի թողում իր պետությունը կործանել։ Հատո էս էլ անի, ոչ թե էս սրանք է տո անեն։